Ցազաբել առաջին ինձ տեսած շորերս ամբողջ աղտոտեցիր։ Քնած է իր այդտեղ։ Այս անկյունում քուչել եկել այստեղ քնել էր։ Հանգիստ, լավ, հանգիստ անցեք ներս, հիմա մտնում եմ փիսոների մոտ կամ հաչալու ոչ ոք չկա։ Էլ մի գնացեք։ Որցուկի վերցրու գնա, մամայդ էլ ասա սպասի հիմա գալիս։ Երեք նկատեցի, որ այստեղ դուռը բաց էին թողել, ներս էին մտել, այդ ժամանակ բաց է լինում, հավանաբար շները գալիս են, մաքրում են այսպես։ Կատուներին երևի թե մոտ ապագայում ստիպված եմ տեղափոխել։ Սուներան փիսիկները կհասցնեն գանուտեն, մինչև դուռը նորից կբացեն։ Սապել գնային գժիրն էլ ասա գա։ Ինձ տեսնում են ամբողջ դիմացի հատվածում աղմուկ եք բարձրացնում հաչոցներով։ Խելոք հանգիստ մնացեք, մինչև իմ գալը ոնց որ սուս նստած եք լինում։ Վայ։ Ինչ մի ավելորդ աղմուկ եք բարձրացնում։ Սառույց, հա, հեսա ջուրը բերել եմ։ Ասի, սառույց է, այդ սառույցը չես կարող Սապել։ Ու ինչ ջրերն էի լցնում, տեսեք, այսպես խելոք սպասում են։ Հա, ասա տեսնեմ դրա։ Ինչի ես չարություն անում, հա? Որցուկ, ինչի ես չարություն բաներ անում։ Դու չար տղա ես, բա։ Չէ, լավ, հանգիստ։ Զապել մի հատ իջի, որ կերտամ։ Օր խելոք ես։ Խելոք երեք հեսա ճաշիկ եմ տալու։ Զաբելին առաջինն եմ լցնում, որցուկը, մի հատ էլ լցնում եմ երրորդը ու Ավրորային ասում եմ դե արի։ Նոր նստած տեղից բարձրանում ու գալիս է։ Խելացիներս կերեք։ Ինչա ուշացածներ եկելեք։ Հեսա, կգամ ձեր մոտով, ձեզ էլ գտամ ճաշիկից։ Դուք գերեք, ես գնամ փիսոների մոտ։ Գերեք։ Շունո, դու էլ էստեղ ես։ Հանգիստ։ Ամենը սառել է։ Տեսնեմ որտեղ են իմ գժուկները բաց պարվել։ Արևը դուրս է եկել, բայց դեռ մինուս է դրսում։ Ոյ, էսով է սառած գալիս, սևուկը։ Սեք ամբողջը սառն։ Իսկ ուր են մյուսները։ Իրանց էլ ձայն տուր։ Ասա, որ եկել են թող կան, եղավ սևուկս։ Ի վախկոտ։ Երևի հեսա կգան։ Նրանք ավելի շուտ են ինձ նկատում, քան ես եմ փորձում գտնել նրանց։ Չէ, սևուկ։ Ձայն տուր թող գան։ Լավ սևուկ, ուզում ես արի դու կեր, ես գնամ իրենց ձայն տամ, լավ։ Ստեմ այստեղ ոչ ոք չունի։ Հաղկոտները սովորաբար փակ նման տեղեր ավելի քիչ են մտնում։ Արի, սևուկ դու կեր, ես գնամ իրենց ձայն տամ գտնեմ, լավ։ Սպիտակ, արջուկ, վախկոտիկներ։ Այ տղա դու գնա կեր, ես գնում եմ իրենց ձայն տամ։ Եթե տեղը գիտես, արի ձայն տուր, եթե չէ դու գնա կեր, ես մինչև իրենց ձայն տամ գամ։ Սպիտակ, արջուկ, վախկոտիկներ։ Հեռուներից գալիս են շան հաչոցներ։ Շատ հեռուներից լսվում են շան հաչոցներ, բայց չեն երևում նրանք։ Թե չի երևան, ամեն դեպքում շուտով կգան։ Բարև։ Չգիտեմ դու ում շունիկն ես, բայց երևի այստեղ ապրողների։ Ցեղական է կարծես։ Այստեղ որ պահում են, եթե անգամ պահում են լավ կամ վատ, որ ցեղական չլինի չեմ պահի, ասեմ իմանաք։ Բյուրեղավանում դեռ չեմ հանդիպել, որ պահեն շուն, որը խառնուրդ լինի։ Ասում են դրանք ստից փողոցի շներ են։ Այստեղի մարդիկ այդպես են ասում։ Դե լավ ինչևէ, եթե չկան գնամ տեսնեմ չեն երևում, ապա դնեմ կերը, լցնեմ կգան կուտեն շուտով միևնույն է։ Հաջող փոքրիկ։ Ու շատ հեռվից մինչ վերադառնում էի նկատեցի սպիտակի։ Արի, այդ որտեղ էիր։
Որտեղ եք գնում դուք։ Մյուսներն ուր են, հա, Սիրուն։ Արի սպիտակս, արի։ Վայ, դու էլ հետևիցս գալի չեմ էլ նկատել։ Եկեք։ Բա մյուս վախկոտն ու արջուկը ուրա, հա, սպիտակ, արի։ Հա։ Այ վայ, Սևուկը տեսավ ընկերոջ ուրախացավ։ Եկեք։ Վայ, Սևուկ։ Սևուկը միայնակ շատ տխուր է լինում։ Չնայած վախկոտա ուրա, մյուսը տուրա, գիժ։ Գլիկ, ար։ Սպասի, սա պետքա Սևուկը չի մոտենում այսպես ձեռքիցս վերցնի, հիմա իրան պետքա շեղեմ, գցեմ, որ նա ուտի, նայ, սպասի, տես, սպիտակ, հասցրու, հասցրեց, ահա թե ինչպես եմ կերակրում իրականում, Սիրունս և նա թույլ չի տալի դիպչեմ, բայց մատս մի կերայ գիժ։ Ձեռքիցս վերցնում է նաև արջուկը, բայց այն մյուս վախկոտն ու Սևուկը պիտի գցեմ, իրենք չեն վերցնում ձեռքիցս։ Եվ ով է գալիս, ույ, եկավ, վախկոտս մյուս, լավ, պահել եմ քո համար, արի էստեղ, հա, աղժղժս, արի էստեղ, կեր մնաց արջուկը։ Կեր։ Իկ էստեղ, հեսա 5-րդն էլ կլցնեմ, որպեսի արջուկը գա։ Ուրա գնացել տեսնես էտ արջուկը, հեն, սպիտակ։ Ենքան սարն ա, տեսեք, իրա մորթու վրա սառույց ա նստել։ Իհարկե հաստ է իրենց մորթը ամեն դեպքում։ Եվ հասավ նաև արջուկը։ Արջուկն ու այս մյուս վախկոտը չեն կերել միսիկներից, հիմա կփորձեմ նաև իրենց կերակրել։ Դժվար է լինելու, բայց չեմ կարող մեկին տալ, մյուսին չտալ։ Ես հասկանում, որ դու շատ ես սիրում, բայց դու ահագին կերել ես, իսկ արջուկը չի կերել, ար արջուկ։ Ապրի արջուկը։ Սպասի։ Սա ինքը պիտի ուտի։ Ապրես, դու էլ կերար ձեռքիցս։ Միայն Սևուկը դեռ չի ուտում ձեռքիցս, փաստորեն, ար արջուկ։ Ար։ Ար սպիտակ, մի կռիվ արա բոլորի հետ։ Հա, Սևուկ, հեսա քեզ էլ կտամ։ Դու որ գաս ձեռքիցս վերցնես, ավելի հեշտ կլինի, գիտես։ Բտլիկս։ Մատերս, բայց փորձում եմ չէ, նայեք։ Այսպես փորձեմ։ Առանց իրար խանգարելու կերեք միաույթներ ջան։ Խելոք կերեք։ Արի։ Արի տեսնեմ։ Մի նվա, հա Սիրունս։ Հանգիստ, եկեք։ Խելոք նստեք, որպեսի տամ։ Ոյ, էլ մեծ է թռնել է, հանգիստ հլը, այ այդպես նստի։ Արի Սիրունս։ Գերեք, հիմա էլ կբերեմ։ Սիրունիկից գերակտիվ ես դարձել, հա։ Որցուկ, դու էլ եկար, հիմա բերեմ քեզ էլ էստեղ կերտամ։ Արի։ Սիրուն։ Այնտեղ լցրել եմ, նա կեր։ Լավ։ Իրանք ուտում են, քեզ չեն խանգարի։ Մի վախեցի, հա դուք իրար հետ էլ եք ուտում, լավ, դե որ ուտում եք։ Ահա։ Ար։ Դե կերեք, լավ։ Կարճ ասած, այս շենքի 3 շունիկներն էլ կերակրվեցին այսօր, ասում են ամենամեծ այս շագանակագույն որցուկն է, հետո մյուսը և ամենափոքրը իհարկե Սիրունիկն է, մոտ 2.5 տարեկան։ Իսկ այս շագանակագույնն ու մյուսը 5+ են հաստատ։ Ես հեռվից չեմ էլ տեսել անգամ որ մեկնա, բայց կարևոր իրանք շատ հեռուներից ինձ են տեսնում ու տեսեք ինչպես թրջկոտելով եկավ, վայ պուջուր, դու ես, հեսա, ինչ ամաններ, այս ամանի մեջ լցնեմ, կամանց պոչով տվեցիր, հիմա լցնեմ կեր։ Սիրունս կեր որպեսի տաք մնաս, պուջուր,
Հաջող փուչուր ջան։ Եր ինչքան ուտում ես, մնացածն էլ հաստատ մի սոված շուն անցնելուց կլինի եւ կուտի։ Արի տեսնեմ։ Արի, տեսնեմ են ոտիկդ լավացել, հա։ Այն կողմի շենքերից հա ոտքը վնասվածք ուներ։ Բայց ոնց որ կարծես թե արդեն լավ է, եղավ հիմա։ Բերտա էր քո Բելկա էր քո անունը, հա։ Այդպես էին ասում, արի Բելկա, արի քեզ էլ կերտամ։ Կեր գնա Բելկա ջան։ Ոտիքդ էլ առողջություն։